աղոթենք միասին։ Երկնավոր Հայր, քեզ փառք ենք տալիս Տեր եւ շնորհակալ ենք քո առած սիրո եւ ողորմության համար Տեր, շնորհակալ ենք Տեր, որ հիմա մեզ հնարավորություն ես տալիս եւս քո կենթանի խոսքի առջև գալու Տեր եւ քո կենթանի խոսքովդ կերակրվելու եւ սնվելու։ Խնդրում եմ երկնավոր Հայր, որ օրհնես քարոզի ողջ ընթացքը, օրհնես թե այն մատուցելը եւ օրհնես այն ընդունելը։ Խնդրում եմ Տեր, որ մեզ տաս քեզ լսողականջներ եւ քո առջևդ խոնարհվող սիրտ տաս։ Հիսուսի անունով աղոթեցի, փառքիդ համար, ամեն։ Սիրելի եկեղեցի, Աստծո խոսքի պատգամի վերնագիրն է հուսահատությունից նորոգություն։ Երբ որ խոսում ենք հուսահատության մասին, երբ որ խոսում ենք ներկայիս դժվարության մասին, երբ որ խոսում ենք ճգնաժամային իրավիճակի մասին, այո, ամեն մեկս դրա լուծման տարբեր միջոցները գիտենք։ Սակայն կարևոր է, թե ինչ է ասում Աստվածաշունչը սրա ելքի մասին։ Սիրելիներ, տեսել եմ ընտանիքներ, մարդիկ, տեսել եմ ամուսիններ, թե ովքեր ինչ կերպ են արձագանքում ճգնաժամային իրավիճակներում, երբ որ գտնվում են հուսահատության մեջ։ Այո, կան մարդիկ, ովքեր որ գտնվելով ճգնաժամային իրավիճակում հուսահատվում են, կոտրվում են, հիասթափվում են, սկսում են բողոքել, մինչև անգամ մեղադրել Աստծուն եւ սկսվում են քայքայվել։ Ոչ միայն սկսում են քայքայվել ներսից, այլ նաև սկսվում են քայքայվել իրենց ընտանիքները։ Բայց նաև տեսել եմ ամուսիններ, ովքեր որ գտնվելով ծանր կացության մեջ, մինչև անգամ կորստի մեջ, կարողացել են կողք կողքի կանգնել եւ Աստծուց էլ ավելի կարճել եւ հաղթահարել իրենց առջև եղող ամեն մի ծանրություն, ամեն մի դժվարություն, ամեն մի խնդիր եւ Աստծուց կարճելով կարողացել են կանգնել ոտքի։ Այո, կան արտաքին եւ ներքին ճգնաժամեր եւ կան տարբեր փոթորիկներ, տարիքային, կյանքի փոփոխության, մենակության զգացողության, կան ֆինանսական խնդիրներ, ֆիզիկական դժվարություններ, էմոցիոնալ հարցեր, հոգեվոր, ինչպես նաեւ կան պատերազմներ, բնական աղետներ, ներքին չլուծված խնդիրներ, որոնք կարող են մարդուն ներսից քայքայել եւ բերել ինքնաայրման մարդուն։ Աշխարհում մարդիկ տարբեր կերպ են փորձում հաղթահարել ճգնաժամերը, հիասթափությունը, ոմանք հարբեցողության միջոցով, ոմանք թմրամոլության միջոցով, ոմանք մեդիտացիայի միջոցով, ոմանք իրենց աշխատանքին տալով, կամ այլ զբաղմունքներին տալով, կամ ոմանք աշխարհային այլ վայելքներին տալով։ Այո, լուծումներ կարող են լինել շատ, բայց ամեն մի լուծում չէ, սիրելիներ, որ կարող է մեզ առաջնորդել հիմնային կարգավորման եւ լուծումի։ Սակայն նման իրավիճակում կարևոր է ոչ թե այն, թե մենք երբ կկանգնենք նման խնդիրների առջև, հուսահատության կամ ճգնաժամային իրավիճակների առջև, այլ կարևորը այն է, թե մենք որպես Աստծո զավակներ, որպես քրիստոնյա հավատացյալ մարդիկ, մենք ինչպես կարող ենք հաղթահարել նման իրավիճակները եւ մենք մեզ ինչպես կարող ենք պահել, երբ կգտնվենք նման իրավիճակի մեջ։ Երբ տեսնում ես շուրջդ, կարծես թե ամեն բան փլուզվում է եւ կարծես թե քարը քարի վրա չի մնում։ Եվ մինչև անգամ այն հողը, որի վրա ամուր կանգնած ես, տպավորություն է քեզ, որ այդ հողն էլ ոտքիդ տակից շարժվում է եւ շուտով կսայթակես եւ վայր կգնես։ Մարդիկ երբեմն դժվարին իրավիճակում ասում են. Աստված մոռացել է իմ մասին։ Աստված չի տեսնում իմ տառապանքը։ Աստված չի տեսնում իմ արցունքները։ Աստված լռում է եւ չի պատասխանում իմ աղոթքին։ Այս ներքին տագնապալի բողոքը եւ իրավիճակի շուրջ մեր սխալ ընկալումը բերում է հուսահատության եւ ինքնասպառման։ Իսկ Եսայա մարգարեության մեջ 40-րդ գլուխ 27-ից 31 համարները մեզ ցույց են տալիս ճանապարհը հուսահատությունից դեպի նորոգություն։
Սիրելիներ, ընթերցելու եմ Աստծո խոսքը Եսայա մարգարեություն 40-րդ գլուխ 27-ից 31 համարները, որտեղ որ դուք էլ կարող եք բացել ձեր սուրբ գրքերը եւ հետեւել։ Եվ խնդրում եմ հիմա բոլորս ոտքի կանգնենք եւ հոտնկայս լսենք Աստծո խոսքը, Աստծո կենթանի խոսքը, որի մեջ կա զորություն մեզ բարձրացնելու, մեզ հուսահատությունից հանելու եւ ամրացնելու մեր կյանքի մեջ։ Եվ Աստծո կենթանի խոսքը ասում է. Ինչու ես ասում ով Հակոբ եւ խոսում ով Իսրայել, թե իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից եւ իմ իրավունքը զանց է առնված Աստծուց։ Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը, երկրի ծայրագույն սահմանների, նա չի հոգնել եւ չի թուլացել, նրա հանճարը անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն եւ կնվաղեն, ընտիր պատանիները ուժասպառ կլինեն, բայց Տիրոջը ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես վեր կսլանան, կվազեն եւ չեն հոգնի, կգնան եւ չեն նվաղի, ասում է Աստծո խոսքը։ Ամեն, խնդրեմ նստեք սիրելիներ։ Գալով Եսայա մարգարեությանը գրքի թեման հետևյալն է, այն բացահայտում է Աստծո սրբությունը, Աստծո արդարությունը եւ բացահայտում է, որ փրկությունը Աստծուց է։ Եվ Եսայայի անունը նշանակում է փրկություն Յահվեից կամ Տերը փրկում է։ Եսայա մարգարեությունը նկարագրում է Աստծո սուրբ եւ արդար լինելը, նկարագրում է, որ ժողովուրդը հեռացել է Աստծուց եւ կատարում են կռապաշտություն, սոցիալական անարդարություն եւ ձևական պաշտամունք, ինչի համար Աստված հանդիմանում էր ժողովրդին։ Թագավորները հույս էին դնում քաղաքական դաշինքների վրա, բայց ոչ Աստծո վրա։ Ազգը կանգնած էր դատաստանի առաջ։ Նրանք գտնվում էին մեծ պետությունների տիրապետության տակ, ասորական եւ բաբելոնյան։ Աստծո դատաստանը անխուսափելի է, բայց վերջնական նպատակը Աստծո համար սա փրկությունն է։ Աստված պատրաստում է իրեն հավատարիմ ժողովրդի մնացորդին Մեսիայի միջոցով տալ վերջնական ազատագրություն։ Հրեա ժողովուրդը ուներ հուսահատության, անարդարության եւ Աստծուց մոռացված լինելու զգացողություն։ Նրանք կորցրել էին իրենց հայրենիքը, նրանք կորցրել էին տաճարը, իրենց անվտանգությունը եւ ապագայի հանդեպ հույսը։ Նրանք գտնվում էին ֆիզիկական եւ հոգեվոր խորը ճգնաժամի եւ հուսահատության մեջ։ Մարդու հուսահատ վիճակը փոխվում է, սիրելիներ, երբ նա ապավինում է Տիրոջը, որովհետեւ սուրբ եւ փրկող Աստված նորոգում է իր մոտ եկողների ուժը։ Առաջի համարը 27-րդ համարը նորից պիտի ընթերցեմ եւ ձեր ուշադրությունը պիտի դարձնեմ հետեւյալը. հուսահատություն եւ բողոք, առաջի կետը քարոզի, եւ ասում է. ինչու ես ասում, իմ ճանապարհը ծածկված է։ Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, եւ իմ իրավունքը զանց է առնված Աստծուց։ Գերության մեջ ժողովուրդը հասել էր հուսահատության։ Նրանց բողոքը արտահայտվում է հետևյալ կերպ։ Եվ որ սկսեմ խոսել եւ ընթերցել այս բողոքի արտահայտման կերպը, սիրելիներ, վստահ եմ, որ ձեզանից ոմանք իրենց կբռնեցնեն այս նույն կարգավիճակի կամ իրավիճակի մեջ, որ ժամանակին այս նույն զգացողությունը ունեցել են։ Աստված չի տեսնում իմ վիճակը եւ չի լսում ինձ։ Այսինքն ես անտեսված եմ Աստծո կողմից։ Աստծո համար իմ ճանապարհը անհայտ է եւ նա չի նկատում իմ տառապանքը։ Աստված չի կարող փոխել իմ վիճակը։ Աստված իմ իրավունքը չի պաշտպանում։ Իմ արդարությունը անտեսում է եւ ես պաշտպանված չեմ։ Եվ սա հուսահատության եւ ներքին
սպառման վիճակ է։ Նրանց այս տեսակ խոսքերը նաև մեղադրանք են ուղղված Աստծուն։ Նրանք Աստծուն մեղադրում էին անտեղյակության մեջ, ասելով, որ դու տեղյակ չես, թե իմ հետ ինչ է կատարվում։ Աստծուն մեղադրում էին անտարբերության մեջ և կասկածում էին Աստծո զորության վրա, որ Աստված փաստորեն չունի բավարար զորություն, որ ինձ հանի այս ներկա իրավիճակից։ Սաղմոս 77, 7-11 համարները պիտի ընթերցեմ, որտեղ որ Սաղմոսերգու ասապը հետևյալն է ասում և բարձրացնում է 4 ծանր հարցեր։ 4 ծանր հարցեր և հարցերը հետևյալն է. միթե Տերը հավիտյան դեն է նետելու։ Սրանք այն մարդկանց խոսքերն են, սա այն տեսակ մարդու խոսքեր են, ով որ իր ներկայիս իրավիճակի մեջ անցնում է տառապանքով, վշտով, մեծ խնդիրներով և չի պատկերացնում դրա լուծման տարբերակը։ Եվ 4 ծանր հարցեր է բարձրացնում, ասելով. միթե Տերը հավիտյան դեն է նետելու։ Միթե հավիտյան վերջանալու է նրա ողորմությունը և պակասելու է նրա խոսքը։ Միթե Աստված մոռացավ շնորհ ցույց տալ։ Միթե Տերը բարկությամբ արգելեց իր ողորմությունը։ Այս հարցերը գալիս են այնպիսի վիճակից, երբ մարդը ցավի և խորը ճգնաժամի մեջ է և ներկա իրականության մեջ նա Աստծո գործը չի տեսնում իր կյանքի մեջ։ Նա չի նկատում Աստծո ձեռքը իր կյանքում։ Սաղմոսի մեջ նաև կա կարևոր շրջադարձային պահ, և դա 10-րդ և 11-րդ համարն է, որտեղ ասում է. բայց ես ասում եմ, բարձրացնում է 4 հարցեր, 4 ծանր հարցեր, և որից հետո գալիս է հետևյալ խոսքին ասելով, բայց ես ասում եմ։ Այո, շատ մարդիկ իրենց կյանքում, իրենց ծանր կացության մեջ կարող են ասել, միթե Տերը հավիտյան դեն է նետել ինձ, միթե Տերը չի տեսնում իմ տառապանքն ու ցավը, բայց Սաղմոսերգուն ասում է, ես էլ նման իրավիճակի մեջ եմ, բայց ես ասում եմ։ Ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր որ այլ բան են տեսնում, ես ասում եմ, սա է իմ ցավը։ Մենք տեսնում ենք, որ Սաղմոսերգուն նկատում է իր իրավիճակը, թե ինչ խնդրի մեջ է գտնվում։ Նա ընդունում է այն դժվարությունը, այն տառապանքը, որի մեջ կա հիմա, և ասում է, սա է իմ ցավը։ Ես գիտակցում եմ, թե ինչ խնդրի մեջ եմ։ Ես գիտակցում եմ այս հուսահատության պատճառը և դժվարությունը, որի մեջ հիմա կամ։ Եվ սա ասելով նաև անուղղակի կերպով ի նկատի ունի հետևյալը, որ կա խնդիր, բայց այս խնդրի տերը ես չեմ։ Կա դժվարություն, բայց սրա լուծման տարբերակը իմ ձեռքում չէ։ Կան դժվար իրավիճակներ, բայց սրանք վեր են իմ ուժերից, որ կարողանամ ես սրանք ինքնուրույն հաղթահարել։ Եվ շարունակության մեջ ասում է, այո, սա իմ ցավը, փոխելը Բարձրյալի ձեռքին է։ Մի բան գիտակցում ենք, որ այո կա ցավ, կա տառապանք, կա նեղություն, որ հիմա եմ մեջը, և ի վիճակի չեմ սա ինքնուրույն հաղթահարելու, բայց ունեմ մեկ կարևոր գիտակցում։ Մեկ կարևոր բան, որ կա, որի վրա ես վստահ եմ, դա հետևյալն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է։ Իմ ձեռքին չէ, իմ իշխանության տակ չէ, իմ ցանկության ներքո չէ սա, այլ Բարձրյալ Աստծո ձեռքին է սրա փոխելը։ Սա նշանակում է, Աստված կարող է փոխել իրավիճակը։ Աստված չի փոխվել, բայց իրավիճակը կարող է փոխվել։ Եվ հաջորդը, վերջի խոսքը ցավինը չէ։ Վերջի խոսքը Աստծուն է պատկանում։ Եվ 11-րդ համարն ասում է, հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտյան քո հրաշքները։ Սաղմոսերգուն դադարում է նայել իր զգացմունքներին և սկսում է հիշել Աստծո գործերը։ Նա իր հայացքը իր խնդրի վրայից բարձրացնում է դեպի վեր
եւ դեպի Աստված։ Նա փոխանակ կենտրոնանար այդ խնդրի վրա իր հայացքը, խնդրի վրայից բարձրացնում է դեպի Տերը։ Եվ ասում է, որ իմ լուծման տարբերակը, իմ խնդրի կարգավորումը քեզանից է կախված։ Սաղմոս 2-ն անցնում է կասկածից հավատքի, ցավից վստահության, խնդիրներից հիշողության։ Նա հիշում է, թե ինչ է արել Աստված։ Նա չի նայում, թե հիմա ինչ վիճակի մեջ է գտնվում, այլ նա հիշում է, թե ինչպիսի զորավոր Աստված է այն Աստվածը, որին որ ինքը պաշտում է։ Եվ կարող ենք հիշելով ասել, Աստված այն նույն Աստվածն է, ով փրկության դուռ բացեց Նոյի համար։ Աստված այն նույն Աստվածն է, ով Աբրահամին սերունդների հայր դարձրեց, ով փրկեց Ղովտին եւ իր ընտանիքին, Աստված այն նույն Աստվածն է, ով Գեդեոնի փոքրաթիվ զորքով հաղթեց թշնամուն։ Աստված այն նույն Աստվածն է, ով Մովսեսի միջոցով իր ժողովուրդը հանեց Եգիպտոսի լծից ու անցկացրեց Կարմիր ծովով։ Աստված այն նույն Աստվածն է, ով Երիքովի հսկա պարիսպները տապալեց, այո, Աստված այն նույն Աստվածն է, ով պատանի Դավիթի միջոցով տապալեց հսկա Գողիաթին։ Եղբայրներ եւ քույրեր, ես հավատում եմ, որ այդ նույն Աստվածը այսօր էլ իմ եւ քո կյանքում կարող է գործել։ Եվ Աստված իմ ու քո կյանքում լուրջ չի մնա, եւ Աստված անտարբեր չէ մեր կյանքին եւ մեր տառապանքներին։ Հաջորդը Եսայա մարգարեության մեջ սկսում է հիշել երկու անուն՝ Հակոբ եւ Իսրայել։ Ինչու ես ասում ով Հակոբ եւ ինչու ես ասում ով Իսրայել։ Ինչու է շեշտում այս երկու անունները։ Հակոբ անունը հիշեցում է ժողովրդի մարդկային թուլության կողմը։ Հակոբը վախեր ու կասկածներ ուներ, երբեմն խաբում էր, երբեմն վախից փախնում էր, հաճախ նեղության մեջ մտածում էր, թե ամեն ինչ իր դեմ է ուղղված։ Երբ Աստված ասում է ով Հակոբ, կարծես ասում է ինչու ես քո հին, վախկոտ, կասկածող բնույթով խոսում ինձ հետ։ Այս անունը հիշեցնում է նրանց իրենց մարդկային թույլ ու խոցելի լինելը, ինչպես նաև հիշեցնում է այն, որ երբ նա անվանվում էր Հակոբ, նա չէր գտնվում Աստծո խոստման եւ նրա հետ ուխտի հարաբերության մեջ։ Եվ Իսրայել անունը Հակոբը ստացավ եւ պայքարեց Աստծո հետ եւ հաղթեց։ Իսրայել անունը նկարագրում է նրա հաղթող կերպարը, ով չթուլացավ եւ հուսահատության մեջ չընկավ, այլ պայքարեց եւ հաղթեց։ Երբ Աստված ասում է ով Իսրայել, նա հիշեցնում է նրանց Աստծո կողմից ունեցած իրենց կոչումը։ Աստված հիշեցնում է նրանց ընտրված լինելը եւ ուխտի հարաբերության մեջ գտնվելը։ Գերության մեջ նրանք իրենց տեսնում էին որպես լքված, բայց Աստված նրանց հիշեցնում եւ ցույց է տալիս իրենց իրական ինքնությունը, ցույց է տալիս, թե նրանք ում են պատկանում իրականում։ Մենք որպես Աստծո զավակներ փորձությունը չպետք է փոխի մեր հավատքը եւ մեր ինքնությունը։ Եվ նաեւ տրվում է հանդիմանական հարց. ինչու ես ասում ճանապարհս ծածկված ու իրավունքը զանց է առնված։ Ինչու ես ասում։ Աստված այս խոսքերով նրանց ստիպում է մտածել, արդյոք իրական հիմք կա այդպիսի եզրակացություն անելու համար, ինչպես նրանք, այնպես էլ այսօր մենք պիտի հասկանանք, որ հուսահատությունը եւ ուժի սպառումը ծնվում է սխալ եզրակացությունից եւ իրավիճակի սխալ գնահատանքից։ Ինչպես նրանք, այնպես էլ այսօր մենք պիտի հիշենք, որ Աստծո մեծությունը, փառքը ու զորությունը հիշելը լռեցնում է մեր ներքին վախերը, լռեցնում է մեր ներքին տագնապներն ու հուսահատությունը եւ մեզ տալիս է ուժ ոտքի կանգնելու եւ պայքարելու։ Այս խոսքը գերության մեջ գտնվող ժողովրդի համար էր, ովքեր որ ճաշակել էին կորստի ցավը, դժվարություն,
սոցիալական անարդարություններ, ֆինանսական ճգնաժամեր եւ կորուստներ, բայց նույնքան կենթանի եւ արդիական է այսօր յուրաքանչյուր հավատացյալի համար, ով գտնվում է հուսահատության մեջ։ Ինչու ես ասում, այս հարցը քանդում է մեր անհիմն վախերը։ Շատ անգամ մեր հուսահատությունը ծնվում է ոչ թե իրականությունից, այլ Աստծո մասին սխալ պատկերացումից։ Ուրեմն եթե խնդիրը Աստծո մասին սխալ պատկերացումն է, ապա պետք է լավ ըմբռնենք, թե ով է մեր Աստվածը։ Եվ Քարոզի այս երկրորդ հատվածը տալիս է նկարագրություն Աստծո մասին, թե ով է նա, նկարագրում է նրա մեծությունը եւ նրա զորությունը։ Եվ 28-րդ համարն ասում է. «Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը, երկրի ծայրագույն սահմանների նա չի հոգնի եւ չի թուլացել, նրա հանճարը անքննելի է»։ Եվ ասում է. «Միթե չգիտես, միթե չես լսել»։ Անուղղակի կերպով Աստված ասում է. «Այո, դու գիտես, այո, դու լսել ես, բայց այժմ մոռացել ես եւ կենտրոնացել ես քո սուքի, քո տառապանքի, քո վշտի, քո ունեցած դժվարության վրա եւ հիմա հիշիր եւ վստահիր ինձ»։ Սա հարց է, որ Աստված ասում է. «Դու գիտես, թե ես ով եմ»։ Ողբ Երեմիա 3:21-ից 23 համարները ներողություն 17-ից սկսած ասում է հետևյալը. «Իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ եւ ասեցի. կորավ իմ փառքը եւ իմ ակնկալությունը Տիրոջից։ Հիշիր իմ տառապանքը եւ իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը, հիշում է իմ հոգին եւ ընկճվում է իմ ներսում»։ Երբեմն ձեր տառապանքի մեջ կարող եք ասել. «Իմ կյանքը ում է պետք»։ Նման հարցադրում, նման խոսք մի քանի անգամներ առիթ եմ ունեցել լսելու տարբեր մարդկանցից, մանավանդ այն անձանցից, ովքեր որ իրենց կյանքում կորցրել են իրենց ամենաթանկագինը, կորցրել են իրենց սիրելիին, եւ երբ որ խոսում ես, ասում է իմ կյանքը ում է պետք։ Այլևս իմ կյանքը կործանված կյանք է։ Ում է հետաքրքիր իմ կյանքը, սիրելի եղբայր եւ քույր։ Եթե քո կյանքը միջև անգամ հարկավոր չի որևէ մեկի համար, ապա լավ հիշեք սա, որ քո կյանքը Աստծուն է պետք։ Քո կյանքը կարևոր է Աստծո համար։ Դու Աստծուն ես պետք։ Նա է քո արարիչը, նա է քո երկնավոր հայրը, եւ քո կյանքը իր համար թանկագին է։ Նա է, որ քո կյանքին տալիս է նպատակ։ Նա է, որ քո կյանքին տալիս է արժեք։ Նա է, որ քո կյանքին տալիս է իմաստ։ 21-րդ համարից ասում է. «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի եւ հույս ունեմ։ Տիրոջը ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի, նրանք ամեն առավոտ նորանում են, մեծ է քո հավատարմությունը, Տերն է իմ բաժինը, ասաց իմ հոգին, ուստի ես նրան եմ հուսալու, Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում»։ Արդյոք հիշում ես Աստծո մեծությունն ու զորությունը ու փառքը, թե կենտրոնացած ես քո տառապանքի վրա, քո հուսահատության վրա։ Արդյոք Տերը քո բաժինն է։ Արդյոք հույսդ նրա վրա ես դրել։ Արդյոք քո դժվարության մեջ դու փնտրում ես Աստծուն։ Եսայա մարգարեություն 49-րդ գլուխ 14 եւ 15 համարները. «Բայց Սիոնն ասաց. Տերն ինձ լքել է, իմ Տերը ինձ մոռացել է»։ Եվ 15-րդ համարն ասում է. «Միթե կինը կմոռանա իր կաթնընկեր մանկանը եւ չի գթա իր որովայնի ծնունդին, եթե նա մոռանա, իսկ ես սակայն քեզ չեմ մոռանա»։ Շատ կարևոր խոսքեր Աստծո կողմից հուսահատ մարդկանց համար։ Բայց Սիոնն ասաց. Տերն ինձ լքել է։ Եվ անմիջապես գալիս է պատասխանը.
Միթե կինը կմոռանա իր կատնընկեր զավակին։ Միթե կինը կմոռանա իր զավակին, ում որ ծնել է, ում որ կերակրում է, միթե կմոռանա, թեև եւ մոռանա, սակայն ես քեզ չեմ մոռանա։ Եզեկիել մարգարեության մեջ 16-րդ գլուխ 4-ից 6 համարներն ասում է. Իսկ քո ծնունդիդ քո ծնված օրը պորտդ չկտրվեց, եւ մաքրվելու համար ջրով չլվացվեցիր եւ աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր, ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկը աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։ Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասեցի քո արյան մեջ ապրիր, այո քեզ ասացի քո արյան մեջ ապրիր։ Նկարագրություն է տալիս Իսրայել ժողովրդի, ովքեր որ կարծես թե անօգնական, նորածին զավակի պես դաշտի երեսը շպրտված էին եւ անպիտան էր բոլորի համար։ Շատերն անցան մոտով եւ չնկատեցին, որ օգնեին, օգնություն ցուցաբերեին, մաքրեին, խնամեին, փաթաթեին եւ պահեին։ Երբեմն հնարավոր է, որ դուք էլ ձեզ նման իրավիճակում զգաք, որ մարդիկ անտարբեր կարող են կողքովդ անցնել, քո տառապանքի կողքով անցնել, քո արցունքների կողքով անցնել եւ այդպես էլ քեզ չնկատել։ Բայց մեկ կարևոր բան կա։ Աստծո խոսքն ասում է, որ այո, շատերն անցան քո կողքով, քեզ չնկատեցին, բայց ես անցա մոտովդ։ Ես տեսա քեզ քո ներկա իրավիճակի մեջ եւ ասեցի ապրիր։ Այո, ես չգիտեմ, թե այսօր դուք ինչ իրավիճակի մեջ եք գտնվում, ինչ տառապանքի, ինչ դժվարության, բայց մեկ կարևոր բան կա։ Հույս կա բոլոր նրանց համար, ովքեր որ իրենց կյանքը նվիրել են Աստծուն, ովքեր որ կարող են ճշմարտապես ասել, որ դու իմ Աստվածն ես։ Պաշտամունքի սկզբին ընթերցվեց Սաղմոս 23-ը, ասելով հետևյալը. Տերը իմ հովիվս է, ես բանի մկարոտություն պիտի չունենամ։ Շատերը մտածում են, որ այս Սաղմոսը վերաբերում է բոլորին, բայց այս Սաղմոսը բոլորին չէ, որ վերաբերում է, այլ վերաբերում է բոլոր նրանց, ովքեր որ Աստծուն կասեն. Տեր, դու իմ հովիվս ես, դու իմ հովիվն ես։ Եվ Աստծո խոսքը շարունակելով ասում է. Նա է հոգնածին ուշ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը, երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիները ուժասպառ կլինեն, բայց Տիրոջը ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն եւ չեն հոգնի, կգնան եւ չեն նվաղի։ Մարդկային ուժը սահմանափակ է, բայց Տիրոջը ապավինողները Աստծուց ստանում են նորոգվող զորություն, որը նրան պահում է կանգուն վիճակի մեջ եւ առաջնորդում է առաջ շարժվելու։ Սիրելիներ, Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 23-ից 27 համարները նկարագրությունն է տալիս փոթորիկի, որտեղ որ Տեր Հիսուս իր աշակերտների հետ նավում է գտնվում եւ հանդիպում է փոթորիկի։ Այո, աշակերտները նավարկում էին Հիսուսի կամքով եւ նրա հետ, բայց միևնույնն է փոթորիկ եղավ։ Աստծուն հնազանդվելով նրանք մտան նավակի մեջ, բայց միևնույնն է փորձության հանդիպեցին։ Մեր հավատի իսկությունը երևում է ոչ թե խաղաղ ջրերում, այլ երբ փոթորիկի մեջ Աստված լուռ է։ Ինչ որ մեկը ասել է հետևյալը. Ինչպես կարող էր Տեր Հիսուս թույլ տալ, որ իր աշակերտները ընկնեին փոթորիկների մեջ, չէ որ նրանք հրաժարվել էին աշխարհի ունայնությունից, չէ որ նրանք հավատարմորեն հետևել էին Տիրոջը, նրանք Տիրոջ հետ ճանապարհորդել են եւ միասին ապրել, չէ որ աշակերտները փորձել են իրենց ամբողջ ուժով ու հավատարմությամբ ծառայել Տիրոջը, չէ որ նրանք Տեր Հիսուսի հետ նավ նստեցին եւ ճանապարհ գնացին։ Ինչու նրանք հանդիպեցին այդ դաժան փոթորիկի եւ հնչում է պատասխանը։ Հարցը նրանում է, որ բոլորն են փոթորիկների առջև կանգնում եւ բոլորն են իրենց կյանքի ինչ որ փուլի մեջ ընկնում փոթորիկների մեջ, անկախ նրանից տվյալ անձը աշխարհի ամենավատ մարդն է կամ ամենալավ մարդը, անկախ նրանից տվյալ անձը հավատում է Աստծուն, թե ոչ,
բոլորն էլ ընկնում են փոթորիկների մեջ։ Ով էլ որ դու լինես Աստծո հետ, թե առանց Աստծո կյանքիդ մեջ դու կհանդիպես փոթորիկի։ Եվ հիմա ինչ որ մեկը կարող է ասել, լավ, իսկ ո՞րն է քրիստոնյայի առավելությունը։ Ո՞րն է քրիստոնյայի առավելությունը։ Եվ ես կպատասխանեմ ու կասեմ, որ քրիստոնյայի առավելությունը նրանում է, որ Տեր Հիսուս գտնվում է քո կյանքի նավի մեջ։ Եվ այդ փաստն է, որ մեր կյանքում կարող է փոխել ամեն բան։ Սիրելիներ, ամփոփելով, որևէ մեկը ապահովագրված չէ ճգնաժամերից։ Շատերը կարող են ունենալ տարբեր ճգնաժամեր, ինչպես նաև մենք, սակայն կարևոր է, որ մենք այդ ճգնաժամից ինչպես դուրս կգանք։ Ավելի տկարացած, ընկած, հուսահատված, Աստծուն մերժած, հոգևորապես աղքատացած, թե հոգևորապես ավելի հարստացած, Աստծուց ավելի կարճած։ Եվ արդյոք փորձության մեջ դուք ապրում եք որպես Հակոբ, ով բողոքում ու հուսահատվում է, թե որպես Իսրայել, ով Տիրոջը ապավինում է եւ սպասում է նրան նորոգող զորությանը եւ մնում է հավատարիմ մինչև վերջ։ Տերը թող օրհնի յուրաքանչյուրիս եւ առաջնորդի իր արժեվ մնալու հավատարիմ եւ կանգուն։ Տերը թող լինի յուրաքանչյուրիս հույսը եւ ապավինությունը, որովհետեւ նրանից ամուր կարճելու արդյունքում է, սիրելիներ, որ մենք երբել որ փոթորիկների մեջ լինենք, մենք նրանից կարճած ենք եւ չենք վախենում։ Տերը թող զորացնի մեզ եւ լցնի իր կենթանի խոսքովը։ Ամեն։